Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ձեր հետ կապված բան չեմ ասում, չեմ ուզում մրցում ընկնենք ով ավելի շատ օպոզիցիա։ Ժորժ, ձեր հետ կապված չի, խնդրում եմ երկու լուրջ հարց կա, որ ինձ հետաքրքրում է, որը չհասցրեցի տամ, նույն բյուջեի հետ կապված է, ասես գեղեցիկ թվեր, գեղեցիկ հոդվածներ, բայց ավելի որ խորանում ես, հա, օրինակ կարամ ավտոբուսների մասին որոշակի ինֆորմացիա ունեմ, կուզենայի լսեի պատասխանները քաղաքապետից, բայց հերթականությամբ գնամ, անցած նիստի ժամանակ քաղաքապետը հրահանգեց, չէ, որ զբաղվեն այդ բենզակալոնկը, բենզալցակայանով, ես հետո մի քանի հատ էլ գտա նման բենզալցակայաններ, Հերացի 2/3-ներ, Հրաչյա Քոչար 27/9 եւ Վարդանանց 69/6։ Այստեղ հետիոտնի, չգիտեմ, հետիոտնի վրա է, այդ զեբրայի վրա է բանը, բենզալցակայանը, նույնը Հրաչյա Քոչար մայթի վրա, այնտեղ ահավոր նորմերի խախտում կա, ես ուզում եմ հասկանամ, այդ որ մի ամիս անցավ, ոչ մեկ չգնաց այդ հերացու մաս, այդ բենզալցակայանի մոտ, այս երկու հատն էլ ավելացնում եմ, ուզում եմ հասկանամ, միգուցե ենթակաները սաբոտաժ են անում, թե բարեկամական կապեր կա հովանավորում են, ինչու՞մն է խնդիրը, որ երևանցիների անվտանգությանը սպառնացող բենզալցակայանները, որոնք նորմատիվները խախտած են, չեն ապա մոնտաժում։ Մի հարցը սա էր, մյուսը օրինակ շների հողակի հետ կապված։ Ես տեղեկություն ունեմ, որ Գյումրիի համար 30-ից 40 միլիոն հատկացվել է մեր բյուջեից այնտեղ, որ PR արվի Սարիկին, չգիտեմ ինչի համար արվում, իմանալով, որ այնտեղ իրանք իրանց բյուջեն ունեն, բայց մենք ստեղ Երևան քաղաքի շների հարցը չենք կարողանում լուծել, որ Ներեք էլի, դուք հարցի զեկուցողն եք, ձեր հարցը։ Ես գալիս եմ։ Դուք այստեղ հարցադրումներ եք անում, որը որ ուրիշ ֆորմատ է։ Խնդրում եմ ձեր հարցը ամփոփեք, որպեսզի անցնենք։ Ամփոփում եմ, հա։ Մենք մեր շնիկին ստերջացնում ենք, հնացնում ենք, բայց հողակը ստեղ Երևանի չի կարողանում կենտրոնում մարդկանց վրա են հասնում։ Սովորական շները, այդ բաները չէ, էլի այդ խոսացողները չէ։ Նույնը կարամ ասեմ, այդ լուսագովազները, Միաստիկյանի CPS, Ֆլեշի, այդ գազանանոցի ճանապարհի, ոչ մի բան հստակ չի լուծվում, բայց այստեղ զեկուցվում է կատարողական է, հրաշքա, գերակատարածա, պրեմիա եւ այլն։ Այդ հարցերն էի ուզում բարձրաձայնեի, մի հատ էլ լսեի դրանց պատասխանները։ Եվ մի փոքր էլ ոնց որ տրանսպորտի հետ կապված, պարոն Մանուկյանի ոնց որ ասացին շարունակեմ ավտոբուսների հետ, խնդիրներ ա լինում, մարդկանց գործից հանում են, հետո մարդիկ ակտեր են ստանում, արդեն չաշխատելով, հետո գնում են դիմում են, որ տնօրենին հանդիպեն, այնտեղ իրանց հրմշտում ասում են գնացեք, հետո իմանում ենք, որ ֆարսունքեք կա բավականին շատ փչացած, որոնք գերածախս ունեն ահավոր վառելիքի, դրա հետևից ոչ մեկ չի գնում, ասում են քշեք, բան չկա, գերածախսա մենք գիտենք, հետո մի քիչ էլ էս խորանում այդ հիգերների վրա սպիդոմետր չկա, որ հասկանանք ոնց է, ու տենց ավելի ու ավելի ակնել է սպառվում, եւ երկրորդը ֆորմատը, ասած ֆորմատի գոյություն չունի։ Դե ես մի քիչ տենց ունեմ, աշխարհում չկա, որ զեկուցողը հարցի հարց։ Սա ամենակարևորն է, որ հասանելի լինի, ես քվեարկելու ձեր նախագիծը։ Ես գիտեմ, որտեվ էս իր նախագիծն է, որ դժվար թե, հա, բացի Գրիգորյան Հայկից, կներեք, բոլորի մասին էի մտածում, բոլորը, հա, մի հատ հուշեք, որ սա ելույթ է, որ չխանգարի։ Հա, ելույթ եմ ունենում հարցականի նշաններով։ Ուզում եմ մի հատ քաղաքապետարանից համապատասխան վարչություններից իմանամ այս հարցերի պատասխանը, բայց կուզենամ, որ պարոն Ավինյանը լսի, իրանց հետ խոսա, հասկանա, սա սաբոտաժ են անում, թե գործում է ինչ-որ մի հատ լուրջ համակարգ։ Շնորհակալություն։